Թեհրանում եւ Իրանի մի քանի այլ քաղաքներում շարունակվում են բողոքի զանգվածային ցույցերն ու անկարգությունները։ Հակասական տեղեկություն է հասնում բախումների մասին։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը, Արտյոմ, սա ինչի հետ է կապված։ Այս օրերի ցույցերը ամենախոշոր, այսպես զանգվածային ցույցերն են վերջին 3 տարվա ընթացքում, սակայն եթե 22 թվականին պահանջները հիմնականում քաղաքացիական էին ու քաղաքական, այս դեպքում առայժմ հիմնականում տնտեսական են։ Իրական պատճառը դա գնաճն է, ազգային արժույթի ռիալի կտրուկ տատանումներն են, ըստ որոշ տեղեկությունների սև շուկայում $1 արժեքը հասել է 1.5 միլիոն ռեալի, այդ ամենը իհարկե ազդում է շուկայում ապրանքների գնի վրա եւ մարդիկ պարզապես իրենց գնողականությունն է օրեցօր ընկնում, դա է պատճառը եւ բողոքավորների այսպես ավանգարդում հենց առևտրականներն են, որոնք փակում են իրենց խանութները, կոչ են անում փողոցներ դուրս գալ բողոքելու այդ ամենի դեմ։ Մի քանի շաբաթ առաջ նախագահը ստորագրեց հրամանագիր ազգային արժույթի դենոմինացիայի մասին, այդ փուլային տարբերակներով է իրականացվելու։ Այս բարեփոխումը համենայն դեպս առայժմ դրական արդյունք չի տալիս եւ հակառակը այսպես տարածվում են տարբեր շշուկներ, կոչեր այն մասին, որ ել ավելի բացասական հետևանքներ այդ ամենը կառաջացնի։ Ըստ որոշ տեղեկությունների արդեն հնչում են նաև որոշ քաղաքական պահանջներ, համենայն դեպս տեղեկություններ կան այն մասին, որ արդեն ուսանողներն են միանում այս շարժմանը, իսկ երբ ուսանողներն են միանում, առաջին հերթին քաղաքացիական պահանջներ են սկսում հնչել, այնուհետ նաև քաղաքական։ Կան տեղեկություններ են այն մասին, որ արդեն հնչում են որոշ տեղեր Այաթոլլահ Խամենեիի դեմ կոչեր, սակայն դժվար է ասել արդյոք իրականություն է այս ամենը, թե ոչ, քանի որ քարոզչության դերը այս ամենում շատ մեծ է եւ պարզ է, որ քարոզչական մեքենան աշխատում է նաեւ Իրանի իշխանությունների դեմ։ Նաեւ չկա հաստատում այն մասին, որ իրավապահները բռնի ուժ են կիրառել, թեև այդպիսի տեղեկություններ տարածվում են, տեսանյութեր համենայն դեպս, որոնցում պատկերված լիներ, թե ինչպես են ծեծում կամ բռնի ուժ կիրառում, համենայն դեպս ես չկարողացա գտնել։ Այսպիսով, այսպես իսկապես շատ հակասական տեղեկություն է, սակայն որքան հասկանում եմ, իշխանությունները վերահասկում են առայժմ իրավիճակը։ Արտյոմ, ինչպես են արձագանքում իշխանությունները։ Իշխանությունների, համենայն դեպս քաղաքական իշխանությունների ռեակցիան արձագանքը բավական ադեկվատ էր, չփորձեցին թաքցնել կամ անտեսել տեղի ունեցածը, հակառակը պետական հեռուստատեսությունը ցուցադրեց տեսանյութը, որում իսկապես նկատվում էր, որ զանգվածային է այս բողոքի ալիքը, իսկ նախագահ Փեզեշքյանը անվանեց բողոքավորների պահանջները օրինական եւ կոչ արեց նրանց առաջնորդներին երկխոսության դուրս գալ, այսինքն իրատեսական է համարում նրանց հետ սեղանի շուրջ նստել եւ բանակցել եւ այդ պահանջների մի մասը կատարել անգամ։ Համենայն դեպս ներքին գործերի նախարարը ստացել է հրաման պարզել, թե ովքեր են առաջնորդները եւ իրենց պահանջները լսել եւ կատարել մի մասը միգուցե։ Կենտրոնական բանկի նախագահը արդեն հրաժարական է տվել, Փեզեշքյանը հայտարարել է, որ պատրաստ է այնպիսի բարեփոխումներ իրականացնել, որոնք վերահսկողության տակ կվերցնեն եւ ֆինանսական շուկան եւ գնաճը զսպելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկել։ Այսինքն քաղաքական իշխանությունները փորձում են այսպես քայլեր ձեռնարկել, որոնք կարող են բողոքավորների դուրը գալ։ Արտյոմ, արտաքին ազդեցություն արդյոք նկատվում է։ Ակնհայտ է, որ արտաքին քաղաքական ազդեցություն այստեղ կա եւ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի քարոզչությունը ակտիվ աշխատում է, բավական է հիշատակել այն մասին, որ Իսրայելի գլխավոր հատուկ ծառայությունը Մոսադը սոցցանցերի միջոցով դիմել է Իրանի ժողովրդին կոչ անելով փողոց դուրս գալ եւ զանգվածային դարձնել այդ ալիքը եւ քաղաքական պահանջներ բարձրացնել։ Միացյալ Նահանգներում քաղաքական ապաստան ստացած Իրանի շահ Ռեզա Փեխլևիի որդին նույնպես կոչ է անում հայրենակիցներ հրապարակներ դուրս գալ եւ ըստ որոշ տեղեկությունների հրապարակներում անգամ արդեն հնչել են Փեխլևիի վերադարձի պահանջները կամ կոչերը։ Դժվարությամբ եմ հավատում իրականում, որովհետեւ որքան հասկանում եմ Փեխլևին այդքան էլ սիրված գործիչ չէ այսօր Իրանում, թեև միգուցե կարող եմ եւ սխալվել։
Արժի իհարկե հիշել, թե ինչ էր նախորդել այս ամենին։ Դեկտեմբերի 22-ին Իրանի իշխանությունները հաստատեցին այն, որ վերջին ամսվա ընթացքում երկրորդ անգամ նոր հրթիռ են փորձարկել։ Դրան անմիջապես արձագանքեց Իսրայելի վարչապետը, ով խոստացավ կոշտ քայլեր ձեռնարկել եւ խոստացավ այս հարցը քննարկել Միացյալ Նահանգների նախագահի հետ։ Դոնալդ Թրամփը երեք հաստատել է, որ այս հարցի վերաբերյալ խոսել է Նետանյահուի հետ եւ սպառնացել է Իրանի իշխանություններին հարվածով, եթե նրանք չդադարեցնեն իրենց այդ փորձարկումները։ Այսինքն այս ամենը կարող է մեկը մյուսի հետ կապակցված լինել։ Իրանի եւ Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները կարող են փորձել հրահրել փողոցային ալիքներ, քանի որ պարզ է, որ այդպիսի պայմաններում Իրանի իշխանությունները ավելի զգայուն կլինեն արտաքին ճնշմանը եւ ավելի հեշտ կզիջեն Իրանի եւ Միացյալ Նահանգների պահանջներին։ Արտեմ, բնականաբար այս ամենում հետաքրքիր է, թե մեր տեսանկյունից, եթե նայում ենք մեզ վրա այս իրադարձությունները ինչպես կազմեն։ Դե եթե իսկապես աճում է այսպես զինված բախման հավանականությունը, իսկ այն իսկապես աճում է, պարզ է, որ դա մեր շահերից բխել չի կարող։ Մենք շահագրգռված ենք, որ մեր հարավային սահմաններից հարավ լինի կայունություն, մենք շահագրգռված ենք, որ մեր հարավային հարևանը լինի կայուն երկիր, այդ թվում նաև տնտեսական իմաստով, բայց նաև հարցանագրում ենք այն, որ այդ կայունությունը այսպես չունենք, հա, այսինքն դա նշանակում է, որ մոտակա ամիսների կամ միգուցե նույնիսկ տարիների ընթացքում Իրանը հազիվ թե կարողանա պատրաստ լինել խոշորամասշտաբ տնտեսական համատեղ նախագծեր իրականացնել։ Մյուս կողմից էլ այդ ամենը նշանակում է, որ Իրանը հազիվ թե կարողանա ուժեղացնել իր դիրքերը տարածաշրջանում, հավանաբար դիրքերը շարունակելու են նվազել, եւ դա կապված է լինելու նաեւ ազդեցություն է ունենալու նաեւ թրիփ նախագծի իրականացման վրա։ Գիտենք, որ Իրանի հոգևոր առաջնորդի շրջապատը դեմ է արտահայտվել այդ նախագծի իրականացմանը, սակայն ստեղծված իրավիճակում Իրանի ռեսուրսները հազիվ թե հերիք են այդ նախագծի իրականացմանը խոչընդոտելու համար։ Շնորհակալություն, Արտեմ։